ուրիշ բաների մասին էլ եմ, իհարկե թեմայի հետ ուղիղ կապ չունի, բայց էլի որոշակի ասոցիացիաների տեղ կա։ Օրինակ տեսեք, մեր իրականության մեջ տունը սրբություն է, չէ՞, այո, սրբություն է եւ դա տենց էլ կա։ Բայց ես ուրիշ բան եմ ասում։ Եկեք նայենք, թե մենք մեր տների արտաքին խնամքին ոնց ենք վերաբերվում։ Ասենք ոնց ենք վերաբերվում։ Ասենք դե մեր մոտ տենց կուլտուրա չկա, ասենք դու բան չունես, որ քո ցանկապատը շուրեկած ժանգոտած է կամ չգիտեմ ինչ, դու պրոբլեմ չունես դրա հետ։ Բացարձակապես խնդիր չունես դրա հետ։ Ասենք հələ դռնից ներս, այս մենակ բաների մասին չի խոսքը, բազմաբնականների մասին չի, առանձնատների մասին էլ է խոսքը։ Էլի եմ ասում, ես իմ աչքով եմ տեսել, պետությունը միլիարդներ է ծախսում, երբևէ գոյություն չունեցած, ասենք ճանապարհ է կառուցում, մարդու բանի ցանկապատի տակով անցնում է, մարդը ալարում է, ասենք այդ շուրեկած ցանկապատը մի հատ sense գոնե sense անի, երկու հատ ձգի եւ մի հատ ասենք ենթադրենք 500 դրամանոց ներկով ներկի, չկա տենց բան, բայց տունը սրբություն է։ Այս դեֆորմացիաների հետ մենք պետք է առերեսվենք։ Որը շատ լուրջ խնդրեմ է, ինքը տենց չի, որ մենակ տենց իրավիճակ է։ Եվ դա կապված է, ընդ որում բոլորս դրա մաս ենք, սա այնքան ենթագիտակցական շերտ է, որ մենք սա ուրիշի մասին չի, սա մեր մասին է, սա իմ մասին է։ Հիմա ասենք այն օրը, որ բան արինք, այն օրը, որ ասցի այն կարդում է ասցի ես մեր փողոցն է, դե ես այդ տրամաբանությամբ էդ էլ ճիշտն ասած ես չէի, էդ էլ նախաձեռնությունը իմը չէր, եղբորս էր նախաձեռնություն, թե չէ, նույնիսկ եղբորս չէր, կներեք, բանին էր, մարզպետինն էր, որ բանը ասֆալտ ենք անում այդ ճանապարհը, այնտեղ են մուտքի հատվածը, տենց ես իմ երբ վերջին անգամ կարող եմ մի քիչ այդտեղ ինչ-որ բան արվի, որ իսկապես գոնե սեփական օրինակով իմ մտքով էլ չէր անցնի։ Տեսեք, ես անդադ խոսում եմ, բայց ես իմ մասին եմ խոսում, որովհետև մեկ-մեկ որ սենց ասում եմ, մարդիկ ասում են, տեսեք ժողովրդի մասին ինչ է ասում։ Ես իմ մասին եմ ասում, որովհետև ես էլ ժողովրդից մեկն եմ։ Այս գործելակերպը պետք է փոխվի։ Եթե պետությունը իմ տան առաջ 500, 200, 300 միլիոն դրամ դնում է, անում է կառավարությունը, պետք է մտածեմ, ասեմ, լավ, կարամ ասենք 3 պաչկա Մալբորո քիթ ծխեմ, մի բան էլ ես անեմ, որ արձագանք ստացվի, երկխոսություն ստացվի։ Հիմա եկեք գնանք տենանք այդ բաներով միլիարդավոր բաներով դրամներով բան են կարել։ Ճանապարհներ են կառուցել, լուսավորություն քաշել, եկեք մի հատ մոնիտորինգ անենք, թե քանի մասնավոր անձ է իր ցանկապատը ներկել։ Ես չգիտեմ, բայց այդ շատ հետաքրքիր հետազոտություն կլինի։ Եթե պարզվի, որ 50% արել է, ես դրանից կերջանկանամ։ Բայց գոնե վիզուալ տպավորությունը ստենք չի։ Ընդհակառակը, ես ինչքան գնում եմ, տենում եմ այս կարդացած նախագծերը, որ կողքով անցնելիս եմ ելնում, ասում եմ հələ մտնեմ, տենամ ինչ է տեղի ունեն։ Տենում եմ, sense քանդած տրուբա է, հանցկացրած է։ Առաջին արձագանքն է, դա ասֆալտ են արել։ Բա ինչ անենք, որ մի հատ քանդենք, բա տրուբա բան տենց լար չկա անելու։ Ուս ֆունդամենտալ խնդրեմ է, մենք չենք ընկալում սրա կապը մեր աշխարհաքաղաքական վիճակի հետ, մեր տնտեսական վիճակի հետ, մեր սոցիալական վիճակի հետ։ Այն որ այս վերջին դեպքը, որ կառավարության նիստում էլ խոսեցի։ Մարդը նամակ է գրում, սոցիալական բանի աջակցություն, բնականաբար ինչ որ աջակցություն ցույց ենք տալիս, երկրորդ նամակն է գալիս, երրորդ նամակն է գալիս, ի վերջո նախարար ես էլ անդադ բան եմ անում կամ օգնականներից կամ խորհրդականներից որը մեկին կամ նախարարին, նախարարը ուղարկում է տան ֆոտոները։ Ես նամեմ չեմ կարող հավատամ այդ բանին։ Տանը տեղ չկա։ Ասենք տունը ինչ վիճակում է, հասկանում եք, նորոգած է, նորոգած չի, չես էլ կարա հասկանաս նորոգած է, նորոգած չի։ Որովհետև մեջը այնքան ոչ մի արկղ ինչ որ բան, չեմ ուզում ինչ որ բան ասեմ, որ
վիրավորական ենթատեքստ ունենա, բայց նայում ես շշմում ես, ասում ես, բայց ինչ կապ ունի այս տան այս վիճակը 5000 դրամ ավել ունես, թե պակաս ունես, կամ ունես, թե չունես։ Ասենք բնակելի տարածքը պետք է ինչ-որ մի բանով տարբերվի։ Դե տար միլիոն դիրը տեղի, ոչ մի բան, այսինքն դրա համար տեղից առաջացավ նաև, որ պետքա նաև կենցաղավարության կրթություն լինի մեր, որտեղ այդ ընդունված չի խոսել մեր իրականության մեջ։ Ընդունված չի խոսել մեր իրականության մեջ դրա մասին։ Բայց պետք է խոսենք, չի լինի տենց։ Ես 1000 ներողավորվելու են, բայց ես էլի ուզում եմ, չեմ կարա չասեմ այդ բաները։ Ես օրինակ էքսպերիմենտ ունեմ, երբ որ մարդը ֆինանսական աջակցություն է ուզում, ես ինչ եմ անում, նույն էլեկտրոնային փոստով փնտրում եմ իմ էլեկտրոնային փոստում։ Եվ տենում եմ հարյուրավոր նամակներ են։ Ընդ որում ասենք 10 նամակը մեկ ինչ որ մի ֆինանսական օգնություն աջակցել ենք, 10 նամակը մեկ ինչ որ մի ֆինանսական օգնություն աջակցել ենք։ Ինչ է փոխվում այդ մարդկանց կյանքում։ Ասենք ընդհակառակը ստացվում է, որ մի հատ ձև կա նամակ գրես, փող ստանաս, այդ ձեր ասած այդ արդեն ստեղ աշխատում է, որ ուրիշ անելու բան չկա, բայց մյուս կողմից ասում ես լավ, ինչ անես։ Ինչ անես լավ։ Ասենք երբ որ այդ ընտանիքում երեխա կա, երբ որ վերջը սա ինչի՞ց է մենք չենք բան անում, մենք չենք առերեսվում այս խնդիրների հետ։